Լսել ուշադրությամբ։ Ես ուժեղ եմ, երբ լավ եմ լսում Աստծուն և մարդկանց։ Ժողովող 5:2-ում ասում է. «Միշտ ապիր լեզվովդ և սիրտդ շուտով բան չարտասանի Աստծո առջև, որովհետև Աստված երկնքում է, և դու երկրի վրա, սրա համար թող խոսքերդ քիչ լինեն»։ Աստվածաշնչում շատ է խոսվում մեր խոսքերի զորության և մեր շրթունքների վերահսկելու մասին, սակայն կարևոր է նաև ուշադրություն դարձնել լսելու զորությանը։ Լսելը պահանջում է կարգապահություն, ժամանակ, համբերություն։ Սա նշանակում է, որ մենք տալիս ենք հարցեր, որոնք կօգնեն հասկանալու մեզ ասված խոսքը, որպեսզի կարողանանք ավելի խորամուխ լինել նյութի մեջ։ Շատ կարևոր է, որ մարդիկ զգան, որ իրենց լսում են։ Սա պահանջում է պայքարել այն ցանկության դեմ, որ ստիպում է մեզ ենթադրել, թե ինչ են մտածում այլ մարդիկ։ Նրանք պարզապես կարող են զարմացնել մեզ։ Յուրաքանչյուր ոք, ում հանդիպում ենք, մեզ սովորեցնելու բան ունեն։ Մի լսեք խոսելու համար, լսեք, որ սովորեք։ Հակառակվեք ձեր պատասխանը ձևակերպելու մղմանը, քանի դեռ դիմացինը խոսում է։ Մարդիկ զգում են, երբ դուք չեք լսում։ Ես շատ եմ ճանապարհորդել և Աստված տալիս է ինձ հնարավորություն թռիչքի ընթացքում փոխանցելու իր սերը և լույսը մարդկանց հետ զրուցելու ժամանակ։ Ուրիշներին լավ լսելը ինչ-որ բան կարող է արթնացնել ձեր մեջ։ Առակած գիրքը զգուշացնում է, շատախոսության մեջ հանցանքը պակաս չի լինի, բայց իր շրթունքները զսպող խելացի է։ Ընտիր արծաթե արդարի լեզուն, իսկ ամբարիշտների սիրտը չնչին բանի պես է։ Ընտիր արծաթե մաքրվում է կրակով։ Երբ թույլ ենք տալիս, որ Աստծո խոսքի կրակը մաքրի մեր խոսակցությունը, հեռացվում է ամեն անմաքրություն և անխոհեմություն։ Հակոբոսի գրքում մեզ խրախուսվում է ծանր լինել խոսելու մեջ։ Շատ անգամներ ես փրկվել եմ չշտապելով ասելու այն, ինչ պատրաստվում եմ ասելու։ Որքան շատ եմ լսում, այնքան դանդաղում եմ խոսելուց։ Նույնիսկ Աստծո հետ զրույցում մեզ խրախուսվում է քչախոս լինել։ Նա երկնքում է, իսկ մենք ընդամենը երկրային բնակիչներ ենք։ Աստծո հանդեպ պատշաճ երկյուղի կամ հարգանքի անբաժանելի մասն է իմանալ երբ խոսել, երբ լռել։ Մենք սովորում ենք լսելով, ոչ թե խոսելով։ Սա նշանակում է, որ ձեր աղոթքի կյանքը պետք է ունենա լսելու ժամանակ։ Աստծո հետ չկա անհարմար լռություն։ Դադար տվեք, լսեք Աստծուն և այն մարդկանց, որոնց Նա դնում է ձեր ճանապարհին, և դուք ավելի կզորանաք։ Եկեք աղոթենք։ Տեր, օգնիր, որ լսեմ, թե ինչ են մարդիկ իրականում ասում, և արձագանքեմ այնպես, ինչպես Դու ես առաջնորդում։ Վարժեցրու իմ սիրտը լսելու Քո ձայնը ամեն օր։ Տեր, օգնիր, որպեսզի լսող ականջ ունենամ, որպեսզի լսեմ այն ամենը, ինչ որ ուզում ես ասես Դու։ Ամեն։